սիրելի հայրենակից, երեկ մենք տեսանք, ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը։ Հավասարակշռությունը կորցնելով այդ մարդը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել, քանի որ Մինսկի խմբի 3 երկրները, որի մեջ Ֆրանսիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները չէին թույլ տալիս, որ հակամարտությունը խաղ լուծի։ Դուք պատկերացնում եք այս մարդը ինչ խնդիրներ կբերի, ինչքան ճակատագրեր կխեղի իր այս մոտեցումով, եւ դրա պատճառով մենք պետք է փոխենք մեր երկրի առաջնորդին, պետք է ունենանք լուրջ առաջնորդ, պետք է ունենանք այնպես առաջնորդ, որ մեր երկրի, հարևան երկրի ժողովուրդը եւ առաջնորդները մեզ կատակով չվերաբերվեն, մեզ որպես մեմ չվերաբերվեն, այլ վերաբերվեն որպես լուրջ երկիր։ Եվ դա մենք անելու ենք իրար հետ։ Գնացեք ընտրության, գնա ընտրության իմ հայրենակից եւ բեր այդ փոփոխությունը, որպեսզի մեր երկիրը վերջապես ունենա կայուն եւ հավասարակշիռ առաջնորդ։ Իրար հետ։